Երկրի ծանր մետաղներով աղտոտված հողակտորներն ինչու չփորձենք մաքրել ցեոլիտով բնական այդ հանքաքարը կապում չեզոքացնում է գրունտի մեջ եղած վտանգավոր նյութերը, նվազեցնում կուտակված աղտոտվածությունը։ Թեման ուսումնասիրելու գիտական քննարկման օրակարգ են մտցրել էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում։ Մենք նպատակ ենք դրել առաջին անգամ Հայաստանն իրականացնել հայկական բնական ցեոլիտի կիրառման արդյունավետության ուսումնասիրումը ծանր մետաղներով աղտոտված հողերի ռեմեդիացիայի համար։ Ըստ Ասատյանի, հողերի ռեմեդիացիայի վերականգնման ժամանակակից այս լուծումն աշխարհում կիրառման 3 մեթոդ ունի՝ ցեոլիտը խառնել հողի հետ, պարկերով դնել հողի մեջ հետո հանել կամ դրանով գեոմեմբրանային շերտի յուրօրինակ ֆիլտր ձևավորել։ Հատուկ շեշտեց հետազոտությունների համաձայն ցեոլիտն ինքը էկոլոգիապես անվտանգ ու տնտեսապես շահավետ նյութ է։ Նաև վերականգնելի ռեսուրս, այսինքն օգտագործելուց հետո կարելի է վերամշակել եւ նորից կիրառել։ Գիտական միջազգային աղբյուրների համաձայն Ռումինիայում օրինակ ցեոլիտի միջոցով նվազեցրել են հողի մեջ եղած կապարի պարունակությունը։ Աղտոտիչների վրա նյութի ազդեցությունը Հայաստանը կուսումնասիրի հաշվի առնելով շրջակա մեր միջավայրում եղած ռիսկերը, հայտարարեց կենտրոնի ղեկավարը։ Աշխատանքները կսկսեն լաբորատոր հետազոտության փուլից։ Մենք էկոկենտրոնում փորձելու ենք իրականացնել, ելնելով նաև հայաստանյան ռեսուրսներից եւ հայաստանյան աղտոտման առանձնահատկություններից, հետո կամաց գուցե կգնանք դաշտ, եթե հաջողենք։ Հողերի ռեմեդիացիայի տվյալ մեթոդը կիրառում են հարևան Իրանը, Չինաստանը, Իսպանիան, այն պետությունները, որոնք բնական այս նյութի պաշարներ ունեն։ Ցեոլիտի հանք, այն էլ 3 հատ, Հայաստանում էլ կա, ամենախոշորը Տավուշում, նոյեմբերյանի մոտակայքում է, նկատում է լաբորատոր խմբի ղեկավարը։ Հայաստանում մենք ունենք ցեոլիտների բավականին լավ հանքավայր, սակայն ցեոլիտները այդտեղ օգտագործում են ավելի շատ ջրերի մաքրման համար։ Ցեոլիտն ի դեպ հայտնի է ոչ միայն ջրի մաքրման, այլև հողում խոնավությունը պահող հակաերաշտային հատկությամբ։ Այն նաև հանքանյութերն է կլանում ու աստիճանաբար բույսերին վերադարձնում։ Աղտոտված հողերի վերականգնման համար մեր մոտ այն կօգտագործվի թե ոչ, պարզ կդառնա գիտական խմբի առաջիկա ամսում մեկնարկող լաբորատոր ուսումնասիրությունների ավարտին։ Հերմինե Բաղդասարյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։